Սերժ Սարգսյանի հետ հանդիպումը ՕԵԿ-ը պնդում էր, որ դեմ է սահմանադրական փոփոխությունների նախագծին, սակայն Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո ասացիք, որ լսումներից հետո քննարկեք եւ վերջնական դիրքորոշումը կասեք այոյի թե ոչի ճակատում եք լինելու։ Ինչ որոշվեց։ Նախ մենք մշտապես արտահայտվել ենք, որ քննարկումների արդյունքում մենք կքննարկենք մեր առաջարկները քննարկելուց հետո մեր դիրքորոշման մասին հրաբարակավ կարտահայտենք։ Սա մեկ։ Երկրորդ, ոչ թե օրինաց երկիրն է ներկայացրել այդ առաջարկները ներկայացրել է հայկական վերածնունդ, հասարակական քաղաքական միավորումը։ Եվ դա եղել է ընդհանուր միավորման որոշումը, որը այլևս երեք մեր Գյումրիի հիմնադրումը անելուց հետո այդ կառույցի մարզային մասնաճյուղի հիմնելուց հետո այլևս պարունակում է իր մեջ, այսինքն միավորում է 140 հասարակական եւ քաղաքական միավորներ։ Իմաստեյության եղել է այդ առաջարկները, քննարկումները կշարունակվեն, մենք մեր դիրքորոշումները կարտահայտենք։ Այս պահին ասել եւ ասում ենք միշտ։ Մենք քննարկել ենք մեր առաջարկները, իսկ մեր առաջարկները ոչ թե կոնցեպտուալ այդ 5 առաջարկներ են, այլ 3 տասնյակից ավելի առաջարկներ են, որոնց յուրաքանչյուր ստորակետ մեզ համար ունեն առանցքային եւ կարեւորագույն սկզբունքային նշանակություն։ Այդ առաջարկների քննարկումից հետո մեր դիրքորոշումը կարտահայտենք։ Եթե այդ առաջարկներից որևէ մի առաջարկ չընդունվեց, մենք կողմ չենք լինի այդ համանadrությանը, բնականաբար։ Տեքստը։ Այո, նույնիսկ մեկը։ Այդ դեպքում արդեն չուր է գծվում, ինչպիսի վերաբերմունք կա ձեր առաջարկած 3 տասնյակ հարցը։ Դուք գիտեք, որ սարերի հետևում չի, օրեր հետո գալիք շաբաթ, այո, այսինքն գալիք շաբաթ կսկսվեն քննարկումները եւ շատ կարճ ժամանակահատվածում իրենց հանգուցալուծումը կստանան։ Այսինքն ելի եմ կրկնում, եթե մեր առաջարկները հիմա մշակվում է տեքստը, կլինի տեքստը, կտրվի շրջանառության մեջ չի լինի, հստակ մեր դիրքորոշումը կարտահայտենք, իսկ մեր դիրքորոշումը կլինի պատասխան, եթե որևէ առաջարկ չընդունվեց։ Պարոն Մարգարյան, կարծիքներ կան, որ բանակցություններ է ընթանում Արտուր Բաղդասարյանի նախագահի պաշտոնի շուրջ, այդ պատճառով ուշանում է պատասխանը, չի բացառվում, որ չստանալուց հետո համաձայնություն արդեն կգլխավորի ոչի ճամբար։ Ձեր աչքերի մեջ ասում եմ, եւ հիմա կարծում եմ լսողները շատ են մեզ, դա ճղճիմ սուդ է, էժանագին շահարկման առարկա։ Արտուր Բաղդասարյանը երբեք ոչ թե բանակցություններ է վարում, այն սկզբունքային հարցադրումները, որը քիչ առաջ ասեցի, հրաբարակավ ասել ենք։ Եվ այնքան պարզ է այս գործընթացը, ով ուզում է եզը վերցնի տակը, հորտմանկա չի ստացվելու, կոնե այս անգամ չի ստացվելու, որովհետև Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մեծամասնությունը օգտվում են, սոցիալական ցանցերից, կան այնտեղ օգտվում են։ Եվ հստակ գրված է եղել ամիսներ առաջ, ոչ թե հիմա, օրինաց երկիր ոչ թե կուսակցության կողմից, այլ հայկական վերածննդի կողմից ներկայացված բոլոր առաջարկները եւ հանձնաժողովին եւ կա տեքստ։ Այսինքն տեքստը կա այս փոփոխությունը։ Շատ པարզ կարելի է դրել համեմատել առաջարկ։ Սա համանadrության նախագիծ սա բարեփոխման։ Հստակ կարելի է, եթե որևէ մեկը կտեսնի այդ առաջարկների մեջ, որ մենք փոխել ենք այդ առաջարկները, չի լինի այդպես։ Դրա համար ասում են չի կարելի, որ ասենք իսկ քննարկում դա չի նշանակում բանակցություն։ Մենք քննարկել ենք մեր առաջարկները։ Ավելին քննարկման ժամանակ նախագահի մոտ Արտուր Բաղդասարյանը չի եղել։ Երկու քննարկումներին է ես եմ եղել։ Եվ կարծիքներ կան նաև, որ նաև ճշտվում է, թե ՕԵԿ-ը ինչ տեսակի ուրեմն ճամբարում է լինելու։ Սերժ Սարգսյանը սպասում է մինչև ուրվագծվի ոչի բևեռը, որ պարզ լինի ՕԵԿ-ը լինելու է իշխանության շինծու ոչը, թե ոչ։ Այս մասին ինչ կասեք։ Շատ շատերն են շինծու։ Իսկ օրինաց երկիրը ունեցել է իր հիմնադիր առաջնորդը, օրինաց երկիրը դա մի ընտանիք է եւ կյանքով իր գործով աբացուցել է, թե մեր երկրի համար որպես կենսագրություն ունեցող քաղաքական ուժ եւ ուժեղ հզոր երիտասարդ բանիմաց խելացի գրագետ լիդեր ունենալով ինչի է հասել, ինչի մասին է խոսքը։ Հիմա ով ինչ ասես էժան շահարկում են։ Գիտեք ինչ, ես զարմանում եմ, շատ շատերը նույնիսկ որ շահարկում են, չէ՞։ Հասարակությունը, որ անցնում է իրենք փոխանակ, այսինքն պարզ է թե ովքեր են դրանք։ Շատ դեպքերում որոշ մանգլավիկներ, որոնց եւ անցյալը եւ ներկան բոլորս գիտենք, եւ որոնք արդեն իսկ հոդառությունն են կորցրել, թե արդյոք իրենց այն պատվիրատու պաբաները ազդեցիկ են թե ոչ, ազդեցություն չունեն, լավ որ մանկան կզգան եւ փոխանակ նայում ես որ իրենք քրդեն են, այլևս չեն քրդնում, իրենց փոխարեն աբագիներն են քրդնում, անարմար է, չի կարելի ասել։ Այսօր ելի եմ կրկնում, ես շիդակ ասացի, մենք միշտ մեր սկզբունքային հարցադրումներն ասել ենք եւ ելի եմ կրկնում, այսօրվա դրությամբ
գիտեք շատ շատերին է հուզում։ Ուղղակի հաշված օրեր են մնացել, որբիսի ելի եմ կրկնում վերջնական այդ առաջարկությունների փաթեթի վերաբերյալ լինի գրավոր կարծիք։ Մինչ այս ունենք մենք մի գրավոր փաստաթուղթ հանձնաժողովի նախագահի կողմից, որ կոնցեպտուալ առումով կողմենք ձեր այդ 5 առաջարկներին։ Հիմա կյանքը ցույց կտա։ Մենք ուզում ենք փաստաթուղթը տեսնել, թե ինչ է կատարվում։ Իսկ Էդի կրկնում եմ մեկ անգամ եւս մեկ առաջարկ, եթե նույնիսկ չեն թողնի։ Բանական Ռուսաստանի Հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը ֆինանսավորման առումով ինչ առնչություն ունի հայկական վերածննդի հետ։ Նախ Արա Աբրահամյանը ընտանիքներով շատ մոտ ընկեր է Արթուր Բաղդասարյանի հետ, սա մեկ։ Երկրորդ, դու գիտեք, որ Սերոժա Աբրահամյանը օրինաց երգիր կուսակցությունից եղել երկար տարիներ եղել է падգամավոր մեր խմբակցությունից եղել, մեր լավ ընկերն է, մենք ջերմ հարաբերության մեջ ենք։ Ավելին եւ Արա Աբրահամյանի եւ Արթուր Բաղդասարյանի որդիները մոտ ընկերներ են։ Այդքան առնչություն, որ ընկերական չկա, որևէ այդպիսի բան չկա, ելի եմ կրկնում, այս ամենը գիտեք ինչ, շատ էժանագին սուտ է, շատ էժան շահարկման առարկա է, որը փորձում է, ես ասացի, այն ինչ կա։